նշեցիք այն օրակարգի մասին, որով հեղափոխությունից հետո մեր կառավարությունը սկսեց աշխատել, խոսքը մասնավորապես ապօրինի գույքի բռնագանձման, թալանը ետ վերադարձնելու, արդարադատությունը վերականգնելու մասին էր։ Բնականաբար նաև նշեցիք, որ էական փոփոխություններ կան եւ արդեն զգալի թե ֆինանսական, թե անշարժ գույք է վերադարձվել պետությանը, բայց այնուամենայնիվ քաղաքացիներից շատերի մեջ դեռևս այն հարցը կա, որ իհարկե առանց անմեղության կանխավարկածը խախտելու, որ գլխավոր թալանչիներն ու գլխավոր հանցագործներն այնուամենայնիվ դեռևս պատժված չեն։ Իհարկե մենք ունենք նաև դեպքեր, երբ այդ պատժելու փորձերն են ձախողման ենթարկվել։ Այսինքն խոսքը դատարանի մասին չի, այլ դատարանում դրանք բավարար հիմքեր չունենալու պատճառով երբեմն նույնիսկ քննության չեն ենթարկում։ Իսկ որոշ դեպքերում մենք ունենք նույնիսկ դեպքեր, երբ մարդիկ սկսում են կամ վերսկսում են քաղաքականությամբ զբաղվել, ընտրությունների են մասնակցում եւ այլն։ Այս մասով մենք ունենք արդյոք անհրաժեշտություն վերանայելու գործիքակազմը որևէ, որովհետև խոսքի իհարկե քննչական, իրավապահ մարմինների մասին է, որովհետև արդարացիորեն թվում է թե բոլորը ամեն ինչ գիտեն, բոլորը ճանաչում են մեղավորներին, բայց այնուամենայնիվ նրանք դեռևս անպատիժ են։ Այս մասով կուզեի նշեք, արդյոք մենք ունենք հնարավորություն գործընթացներում բեկում մտցնելու կամ որևէ փոփոխություն անելու այն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Շնորհակալ։ Շնորհակալ եմ Տիկին Բաթոյան հարցի համար, բայց իհարկե ես խնդիրներին անդրադարձա իմ խոսքում, այդ թվում արդարության եւ արդարադատության ընկալումների, բայց այդ թեմայի մասին խոսելիս մենք պետք է հասկանանք, որ մենք ուրիշների մասին չենք խոսում։ Այսինքն, եթե նույնիսկ խոսում ենք ընդհանուր հանցավորության, թալանի, թալանչիների եւ նրանց նկատմամբ մեր գործողությունների մասին, մենք այդ ժամանակ էլ իրանց մասին չենք խոսում։ Մենք այն ժամանակ խոսում ենք այն մոդելի մասին, որը մենք ուզում ենք ունենալ որպես պետություն։ Մենք ուզում ենք, այո, շատ դեպքերում, ես ինքս եմ քննադատաբար տրամադրված, բայց շատ դեպքերում ես հասկանում եմ, որ որոշ դեպքերում որոշ մարդկանց ուզածը հաշվեհարդարն է ու վրեժն է։ Ես ասում եմ, չեմ պատկերացնում Հայաստանի Հանրապետությունում հաշվեհարդար եւ վրեժ։ Հայաստանի Հանրապետությունում պետք է, տեսեք, դուք ինքներդ ասացիք, առանց անմեղության կանխավարկածը խախտելու, բայց բոլորս ամեն ինչ գիտենք։ Հասկանում եք, այս երկու նախադասությունը բախվում են իրար ու երկուսն է փշուր են ելնում։ Հա դժվար է, հեշտ չի, բայց հեշտ չի ոչ թե նրա համար, որ մենք հոգ ենք տանում թալանչիների համար, մենք հոգ ենք տանում մեր պետության համար։ Մենք ուզում ենք մեր պետությունում ինստիտուտ կայացվի, որովհետև այո, մենք ինչ ասես կարանք անենք, համարելով, որ ինչ, բայց դրանից ինչ ենք մենք դառնալու որպես պետություն եւ որպես հանրություն։ Կան այդպիսի երկրներ, եւ կան մարդիկ, որոնք ուզում են մեր երկիրը տանեն, կան երկրներ, որ պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, ասում են խվայ, էս ինչ լավ էր, սիրտս հովացար։ Հետո հասկանում են, որ երկրի փոխարեն ստացել են մի հատ, ինչ ասեմ, որ կոռեկտ հնչի։ Երկրի փոխարեն ստացել են մի հատ, ենթադրենք, խորշ, գոմ։ Կան այդպիսի երկրներ ու համոզված են, նույնիսկ այդ գլուխները վերցրեցից պարել են, վայ, այս ինչ լավ ասրա գլուխ կտրեցինք, այս բանի ոտն է, այս Չինգիզ խանի ոտն է, այս էլ բանի պճեղն է, այս էլ տանում եմ տնիցս կախեմ։ Հա, բայց արդյունքում ինչ, հետո, դալշե, պատոմ։ Ուտեն շարունակ։ Հա, ոչ մեկ ինձնից շատ ասում են, ոչ նեղվի, ոչ ներվայնանա, որովհետև այդ ամեն ինչի անձնական պատասխանատվությունը ինձ վրա է, բայց հաջորդ հարցը կա, արդյունքում մենք ինչ ենք ուզում ունենալ որպես երկիր, ինչ ենք ուզում ունենալ, որ դու ինչ-որ մեկին տալիս է սպանում, իրան տալիս է սպանում, ինքը ավարտվեց, այն մնացած ամբողջը, դու ես դեֆորմացվում, դու ես դառնում մարդասպան, դու ես դառնում հանցագործ, դու ես դառնում ամենավատ բաները,
Հա, բայց դու բան ես արել, այդ ասել ես, վայ սիրտս հովացավ։ Ես մեր երկիրը տեն չեմ պատկերացնում։ Դու եթե հանցագործեն, ուր են փախնելու։ Ուր են փախնելու։ Ընդհակառակը այդ մարդիկ բան են անում, շատերը կան, ասում են, մեզ հետ բանը անմարտկային ձևով են վարվում, այս 7 տարի քորդանակով մորթում են, տենց է չեմ մորթում։ Այդ տեսակետն էլ կա։ Բայց էլ եմ ասում, մենք ինստիտուտի մասին պետք է մտածենք եւ մեր խնդրումը ինստիտուտի չկայացումն է։ Մեզ պետք է մեզ վստահելի ինստիտուտ։ Եվ դատավարություններ էլ կան, հա ձգվում են, հա վաղեմության ժամկետ, բայց մեկը արդարությունն ու արդարադատությունը հասնելու է բոլորին եւ բոլորիս, որովհետեւ խոսքը դրա մասին է, հստա արդարադատությունը ցուցակ չի ունենում։ Արդարադատությունը ցուցակ չի ունենում։ Արդարադատությունը ունենում է սկզբունքներ։ Այդ սկզբունքը պետք է դրվի։ Եվ այդ սկզբունքը դրվում է դժվար, դաժան, բարդ, չի ստացվում անդադ ձախողումներով, բայց դրվում է։ Արձագանք չունեք, ես կարող եմ արձագանքել որպես հարց տամ, էլի որպես վարող։ Պարոն վարչապետ, նաև ես ենթադրում եմ խոսքը վերաբերվում է նրան, որ օրինակ այդ մարդիկ, որոնք հայտնի են հիմնականում իրենց կրիմինալ անցյալով, իրենց հին վարքով եւ այլն, հիմա հաճախ նաև փորձում են ընտրություններին մասնակցել, փորձում են հին սովորությունները հետ բերել, փորձում են, համենայն դեպս նման փորձ անում են եւ մեր հանրության մեջ բնական է այդ հարցը կա, բա ինչ ենք անելու դրա հետ եւ ինչ ծրագիր ունի կառավարությունը այդ հարցը լուծելու համար, որտեվ իրոք փորձում են ու փորձելու են։ Ես վստահ եմ, որ գալիք ընտրություններն էլ են այդ փորձը կատարելու, այն հին եղած տրամաբանությունը հետ բերել։ Կառավարությունը ունի մի ծրագիր, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ընտրում է ժողովուրդը։ Կառավարությունը ունի այդ ծրագիրը, ապահովել ժողովրդի ազատ արդար թափանցիկ ընտրելու իրավունքը։ Ժողովուրդը ում կընտրի։ Այսինքն հիմա ուրիշ տեղեր էլ բաներ կան։ Այսօր բանտում մարդիկ կան, մինչև հիմա ասում են, այ ընտրությունից առաջ ձերբակալվում են, ասում են տենց արին, որ ընտրությունները կեղծ են, ընտրություններից հետո ձերբակալվում են, ասում են այ տենց արին, որ ընտրությունների արդյունքները ժողովրդի ընտրությունը չկայանա, ընթացքում է դա տեղի ունենում, ասում են այ դա արին, ժողովուրդ ջան, չհասկացա, այսինքն ինչ, ես պետք է համարեմ, որ ես ավելի լավ եմ համարում, թե ով է արժանի ժողովրդի ձայնին, ով արժանի չի, գնում ընտրում են, ժողովուրդն է ընտրում, մեր առաքելությունն է, որ ժողովուրդը պետք է ունենա ազատ ընտրելու իրավունք, ապահովել ենք ազատ ընտրելու իրավունքը։ Կամ այն օրն էլ էլի գյուղում գնացել եմ, մի քաղաքացի ասում է, «Էս ինչ ալիքը ինչի՞ չես փակում»։ Ասում եմ, հարգելիս, ուզում ես փակես, դու փակի։ Ասում եմ, ես ոնց փակեմ, ասում եմ, պուլտը ձեռը տա։ Ընդ որում պարտադիր չի, որ անդադ ալիք փոխելիս հանդիպես։ Իրա մեջ կարգավորում կա, որ ասում ես, այս ալիքը իմ մենյուից հանի, դու փակի։ Ինչ եք ուզում անընդհատ Հայաստանում այդ բանի պետության, այդ բան ընկալումը, որ պետությունը մի հատ սենց բան է, մոնստր է, որ աչուձախ սաղին փրթում է։ Չի լինելու այդ պետությունը։ Չի համենայն դեպս մեր օրոք այդպիսի պետություն չի լինելու։ Եվ մարդիկ ունեն ընտրության իրավունք։ Ունեմ արձագանք։ Արման Եղոյան, համեցեք։ Իսկ արդարադատության հետ կապված խնդիրների մասին ասել եմ, այո, էդ էլ է հարց, որ այդ նույն երթվյալ ատենակալների հետ կապված համիշտ երբ որ ասում են, չէ, մեր երկրում խնամի մարդիկ շատ են ճանաչում։ Չհասկացա, բայց այդ քննիչին մարդ չի ճանաչում, այդ դատախազին մարդ չի ճանաչում, դատավորի մարդ չի ճանաչում, դատախազի մարդ չի ճանաչում։ Այսինքն այդ ով ասել է, որ այդ մարդիկ ավելի արդար են, քան Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի։ Ես ասում եմ, ոչ ուղիղ հակառակն է։ Եվ արդարությունն արդարադատությունն է պետք է կապ ունենա ժողովրդի հետ։ Ինչպիսին էլ լինի այդ արդարադատությունը, ժողովրդի արդարադատությունն է։ Նույնն էլ ընտրությունը։ Հիմա մենք ասում ենք, այն ժամանակ էլ 96-ին էլ այն հետագայում բահու չենք թողելու սրան ընտրի, բահու չենք թողելու նրան ընտրի։ Չհասկացա։ Մենք թողելու ենք ու ուսում եք ընտրեք ժողովուրդ ջան, ընտրեք, վայելեք։ Դժվար վայել են, բայց այնուամենայնիվ
Արման Եղվան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ես ուզում եմ խոսենք Հայաստանում ներդրումային միջավայրի մասին եւ դրա հետ կապված խնդիրների մասին, ներդրումային միջավայրի խնդիրների, հնարավորությունների։ Ձեր նշած ցուցանիշների մեջ նաեւ շատ էական դեր կարող է ունենալ արտաքին ուղիղ ներդրումների ծավալը, դրանց ներդրման արագությունը, էֆեկտիվությունը եւ այլն եւ